Ուրեմն ժողովուրդ ջան, ողջույն, հարգանքներս բոլորիդ, Facebook-ով վաղուց եթեր չեմ արել ու անկեղծ եթե լինենք մտադրություն էլ չունեի, որ կանեմ, բայց մի լավ բան նկատեցի, որը այս կեղտոտ մթնոլորտը ցրելու համար արժեր լուսաբանել։ Ես որպեսզի հանկարծ գովազ չդիտվի, իհարկե ես գովազի տեսքով չեմ անի դա, անունն էլ չեմ ասի, բայց ընդհանուր առմամբ ես ուզում եմ իրավիճակը լավ հասկանանք։ Ուրեմն գտնում եմ վաղարշապատում Էջմիածնում հանդիպեցի այսօր համայնքի ղեկավարի հետ, Տիկին Դիանայի հետ Գասպարյան, նախորդ են թեման հիշում եք, այդ դրա շրջանակներում, թե մեր խոսակցությունը ինչպիսի ավարտ ունեցավ կամ ընթաց, դրա մասին առանձին YouTube-յան եթերի ժամանակ կտեղեկացնեմ, հիմա դրա մասին չեմ խոսում, հիմա խոսում եմ մի այլ բանի մասին։ Ուրեմն համայնքապետարանի մոտ կանգնած եմ ու կողքը համայնքապետարանի կողքը տեսնում եմ այս շինությունը, այս կիսաքանդ շինությունը։ Դե հարցնում եմ ժողովուրդ, էս ինչ է, այս կիսաքանդ շինությունը, հələ չեմ տեսել, որ հետևը շինարարություն է գնում։ Ինձ մարդիկ ասում են, դե դա առաջվա կինոյի շենքն է, տենց տվին քանդին, բան։ Ես իմ հին սովետի վաղտվա այդ կինոյի շենքն է, լավ էլ սիրուն շենքեր, տվին քանդին, դե վերացին, բան, sense բացասական բաներ են ասում։ Դե գիտեք, զարմանալու ընդունակությունը կորցրած մարդ։ Ասում լավ, տենց ասում եմ առաջ։ Բարձրանում եմ, հանդիպում եմ համայնքի ղեկավարի հետ եւ այլն հետ եմ իջնում։ Ճանապարհին հանդիպում եմ մի հետաքրքիր մարդու, ով մոտենում է գնել ջան, բարև հեռուստատեսություն, շատ ենք տեսել եւ այլն, ոնց որ հարազատացած լինենք, ու ասում եմ խոսքի մեջ ասում տեսնում ես, չէ, ինչ լավ բան ենք անում, ես նույն շենքն է ցույց տալիս։ Ասում եմ, հենց նոր դրա մասին է հետաքրքրում ճիշտն ասած, կասեք այդ ինչ է։ Ասես դե արիներս ասեմ։ Ուրեմն տեսեք, ժողովուրդ ջան։ Հեսա համ ներկայացնում դրա դրական կողմը, համ մեր հասարակության ըմբռնման մակարդակը կընկալեք, թե ինչ խնդիրներ է առաջացել։ Ուրեմն սա եղել է առաջվա կինոսրահը, սաս մեծ է եղել, բայց լրիվ արդեն քանդված, թափված են աբլիցով կեն բան, օրը մի քար ընկնում էր, նման բաներ Երևանում էլ շատ կտեսնեք։ Էջմիածնի բնակիչը որոշում է այդ ամեն ինչը սեփականաշնորհի, քանդի են վթարային հատվածը, բայց ճակատը որպես այդպեսին, ասենք որպես պատմամշակութային արժեք ունեցող բան, որոշում է պահպանի, ռեստավրացնի ու հետեւյալ ծրագիրն է ներկայացրել ու սկսել է արդեն աշխատանքները։ Հիմա արի, գնանք մակետը ցույց տամ։ Ուրեմն ես ինքս Էջմիածնից չեմ, բայց այնքան ոգևորված եմ, որ սիրուն բան է կառուցվում, էլի։ Բայց նաև պիտի հեսա ձեզ նկարագրեմ քաղաքացիների ռեակցիան ի սկզբանե ինչպեսին եղել, որ հասկանաք, որ շտապել չի կարելի ամեն ինչից։ Գալիս ենք, մտնում ենք ներս ու ես տեսնում եմ այս մակետը, ժողովուրդ ջան։ Այս մակետը։ Այսինքն հասկացաք, չէ՞, այս այդ շենքի ճակատային հատվածն է, որը պահպանվում է հին ձևով, ամրաշինական աշխատանքները շատ ավելի թանկ են, եթե քանդվեր նորը կառուցվեր, անգամ այս լուստրաները պահպանվում են, դե կռեստավրացվեն բնականաբար, ամբողջը բերվում է թարմտեսկի եւ հետեւից էլ կառուցվում է այս կոմպլեքսը, առաջին մի երկու հարգը բանա լինում, օֆիսային տարածքներ, մնացածը բնակելի։ Ես մի գովազ չեմ անում, բնականաբար ֆիրմայի անունն էլ չեմ տա, հարցեր չի, որպեսզի գովազ չդիտվի, պարզապես սա իմ հուզումներն է, որ ուզեցա կիսեմ ձեզ հետ։ Ու ինչն է հետաքրքիր, որ Հայաստանում նման բան շատ հազվադեպ կհանդիպենք կամ կարող չհանդիպենք, չգիտեմ, համենայն դեպս ես չեմ հանդիպել, եթե հանդիպել եմ, մենակ հյուրանոցային կոմպլեքսներում է նման բան եղել, բնակելի շենք, որը ունի կենտրոնական ջեռուսման համակարգ։ Այսինքն այս շենքը, այս սիրուն ճարտարապետական մոտեցումը, որևիցե մեկը չի քանդելու տալ ու բահանի, չգիտեմ, կոնդիցիոների բանը կախի, հա, լվացքի պարաններ բաներ, այլ այդ ամեն ինչը կառավարվելու է ներսից, էլի։ Մի խոսքով, այս սիրուն բանը, որ անում եմ, գնանք ընդեղից ցույց տամ կողքը, էլի, որ ավելի պարզ լինի։ Ամենասկզբից քաղաքացիները այնքան էլ լավ չհասկանալով, թե ինչ է կատարվում, վեր են կենում բողոքում են։ Սկսում են բողոքել, թե բա եկան տվին քանդին ծխին բան, հեսա աշխատանքները ամբողջ թափով ընթանում են, արդեն խնդրեմ։ Այս ամեն ինչն էլ դեռ ռեստավրացում պահպանվում է, իմիջիալոց եթե այդպես թողնվեր, սա էլ հետը ամբողջը քանդվելու էր։ Էլ չասեմ, թե այդ տարածքը
կարելի է, չէ՞, գուշակել ինչի էր վերածվել ժամանակին, չգիտեմ, նարկոմաններից սկսած, ովացած կարար գար լցվել այդտեղ, բամժատնիկ մի հատ կողքնել, հեսա, ստեղ էլ բնակելի շենքը, խնդրեմ, բնակելի տներն են։ Հիմա այս հարևանները ամենայն հարգանքով, հարցը չի կարող է թյուրըմբռնման արդյունք ա եղել, ամեն դեպքում այս հարևանները ամենասկզբից գոնե չիմանալով, լավ, ինչի մասին է խոսքը, սկսում են բողոքել։ Չէ, բա չէ, այս թող քանդվի, բացվի, մեր երեխեքին մի խոսքով մի հատ խաղահրապարակ սարքեք, բայց հսկայական ներդրումային ծրագիր է արվում համայնքի համար։ Գումարած դրան, բանը պահպանվում է, այսինքն ժամանցային կենտրոն 2 կինո դահլիճով, հասկանում եք, Էջմիածնում կինո դիտելու տեղ չկա, եթե Էջմիածնում դու ուզենաս կինո դիտես, պիտի գաս Երևան։ 20 կիլոմետր այս կողմ Երևանից, կինո դիտելու տեղ չկա։ Հիմա այս մարդը դա ամեն ինչը անում է, ամեն ինչը մի կոմպլեքսի շրջանակներում այնտեղ երկրորդ հարկից վերևել բնակելի, դե բնական է, բիզնես ներդրում է։ Բայց այս մարդիկ, որ բողոքում են, ամենաանարդարացին որն է, որը որ Երևանում էլ ամենտեղ էլ ամեն քայլափող կտեսնենք։ Տեսեք, այս որ բողոքում են իբր արևա փակում բան, նայեք իրանց տունը արդեն մի 10 մետր առաջ են բերել, ով ոնց կարողացել է։ Այսինքն եթե դնենք այդ հաշվարկներով որ անում են, ոչ մի բան էլ ոչ մի բանին չի փակում, մարդը ինքը իրան կարա վնասա կամ ամեն մեկը որոշում է որ եթե ինքն անում ճիշտ անում, եթե ուրիշն անում, դա վատ բան է։ Ինչի համար։ Եվ ես կլինեն երևի տեղի ապրող բնակիչներից էլ որ ես եթերը կտենան, ժողովուրդ ջան, sense ձեզ կարամ ասեմ, ես ձեզ շնորհավորում եմ։ Քիփ ձեր տան դեմը երևի թե տարածաշրջանում ամենաթույն կոմպլեքսներից մեկն է կառուցվում։ Դրա հաշվին ձեր տան գինն էլ է հանգանալու։ Ասենք փոխանակ մի բան է շնորհակալ, ես իսկապես չեմ հասկանում, էլի։ Գումարած որ այս այգին էլ, այս այգին է համայնքի։ Այս այգին էլ պատկերացնում եք, չէ՞, ինչի կարա վերածվի արդեն։ Երբ որ այդ թույն կոմպլեքսը լինում է, այդ այգին արդեն ինչ է դառնում։ Մի խոսքով, սենց սիրուն բաներ էլ է տեղի ունենում, որը որ չի լուսաբանվում, բայց մյուս կողմից էլ սխալ է ընկալվում շատերի կողմից։ Հետո ասում եմ, առաջին ռեակցիան, երբ որ համայնքապետարանի մոտ կանգնած էի, մեկին հարցրեցի, ասի, «Էս ինչ է»։ Ինձ ասում են, «Դե էդի կինոյի շենքներ տվին քանդին»։ Ոչ ոք չի ասում, որ այնքան չէին օգտագործել, 35 տարվա մեջ, 40 տարվա մեջ ինքը արդեն քայքայվել թափվում էր իրենց, իսկ շենքը գիտեք ոնց է, եթե իրան չես օգտագործում, քայքայվում է։ Այդ աբլիցովկեքը սենց էլ է տեսանելի, գոնե այդ հատվածը, որը պահպանված է, տեսանելի է, որ այդ աբլիցովկեքը ոնց են փոկվել, թափվել, էլի։ Մի օր մեկի գլխին պիտի ընկներ, որ ասային անտերության է մատնված երևի, որ նոր բան լիներ, էլի։ Տարածքներ սիրուն վերակառուցվում շատ լուրջ ներդրումային ծրագիր է։ Բայց մյուս կողմից էլ ժողովուրդ ջան, եթե դուք ինքներդ ձեր տունը ինչ որ միջոցներով, ծանոթ խառնելով, չգիտեմ, մաղարիչով, մուղուրիչով, կարացել եք մի 10 մետր առաջ տակ, հավատացեք, գոնե այս պարագայում գոնե դուք չպիտի էլի խոսեք ու որակավորումներ տակ մնացածների մասին, ամենայն հարգանքով էլի եմ ասում։ Մի խոսքով շատ լավ բան է ու մաղթում եմ ձեր գործերին հաջողություն։ Ես սրանով, չգիտեմ, տպավորված եմ, այդ մակետն էլ որ նայեցի, իրա ինչ լինելը, ասես մի երկու բառով զրուցեցինք, հասկացա, ես տպավորված եմ ու շատ զգացա ու շատ կուզեի որ բոլոր համայնքներում էլ այն սահմանամերձ համայնքներում առավել եւս սենց բաներ լինեն։ Այսինքն մարդը քաղաքացին, ով այդ համայնքի բնակիչ է, այդ գյուղի բնակիչ է, այդ հեռավոր քաղաքի բնակիչ է, հասկանալի է, վատ տարիներ են անցել, բոլորիս վրա է այդ զգացվել, բայց կան մարդիկ էլ ովքեր հաջողել են, գնացել են ուրիշ երկրներ, կարողացել են մի քիչ 1-2 դարձնել, իրենց համայնքում նման ծրագրեր անեն, որպեսզի մի փոքր ապակենտրոնացվի, էլի Երևանը, մի փոքր տարածվի, ասենք մարդը հյուրա գալիս, օրինակ գալիս են Էջմիածին, չգանք մի հատ Մայր տաճարը տեսնենք, Սուրբ Գայանեն բանը, ասենք մի երկու եկեղեցի ու հետ գնանք շուտ Էջմիածնից, ինչի համար։ Մնանք մի քիչ զբոսնենք, մի քիչ վայելենք, քաղաքից գնաս, կայֆ բռնես։ Կայֆ բռնես։ Սա շատ կարևոր բան է ու տենց մարդկանց բոլորին սենց համբերություն եմ մաղթում մեր շատ քաղաքացիների ձեռքը, մյուս կողմից էլ գործերներին հաջողություններ եմ մաղթում եւ այո բիզնես ծրագրեր կան, որոնք հասարակական նշանակության են, այս պարագայում շատ լավ բան է։ Այնպես որ սա էլ իմանանք, սա էլ կիսվենք, տարածվենք, թող մի լավ բան էլ էս ընտրությունների իրար կֆրտոցիների ֆոնին մի հատ լավ բան թող լինի ժողովուրդ ջան համացանցում։ Լավ եղեք, լավ որ բոլորին։ Իսկ երեկոյան YouTube-յան ալիքով կհանդիպենք ու թե վաղաշաբաթին վերաբերող մեր հանդիպումը Տիկին Գասպարյանի հետ մնացած մյուս հարցերով արդեն կխոսենք երեկոյան YouTube-յան եթերում։ Լավ եղեք, լավ որ բոլորիդ։